Բարև ձեզ, Factor TV-ի հյուրը տնտեսագետ Սուրեն Պարսյանն է, ողջույն։ Պարսյան, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ այս պահին ռուսական ծագման ցորեն ևս Ռուսաստանից երկաթով տեղափոխվում է դեպի Հայաստան, Ադրբեջանի տարածքով։ Նա հիշեցրել էր, որ ղազախական ծագման ցորեն արդեն իսկ ճանապարհին է եւ մոտ օրերս Հայաստան կհասնի կրկին Ադրբեջանի տարածքով։ Հիշում ենք, որ այս պատմություն սկիզբ առավ Ղազախստան Ալիևի այցից, որտեղ նա խոսեց Հայաստան տրանզիտային փոխադրումների արգելքի վերացման իր որոշման մասին, ինչպես է գնահատում այս նորությունը, սա տնտեսական իմաստով ինչպիսի նորություն է։ Այս նորությունը կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին մասը խոսքը վերաբերում է կոնկրետ ապրանքին, ցորենի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը ներկրվող ցորենի մասով բավականին լուրջ կախվածություն ունի Ռուսաստանի Դաշնությունից, եւ մենք մեր ներքին սպառման ցորենը կարողանում ենք ապահովել ընդամենը 30-ից 35%-ով։ Այսինքն 70%-ը ներկրում ենք եւ այդ ներկրման 99%-ը ապահովում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մեր կախվածությունը հստակ է ցորենի մասով։ 70%-ը 90-90%։ Այո, այսինքն մենք պետք է հասկանանք, որ որպես ապրանք Հայաստանը այո պետք է փորձի դիվերսիֆիկացնի երկիրը, ղազախական ցորեն բերի, այլ երկրից ցորեն բերի, որը թույլ կտա կախվածությունը նվազեցնել մի կետից։ Հիշեցնեմ, որ 2022 թվականը, երբ որ սկսավ ռուս-ուկրաինական հակամարտությունը, Ռուսաստանը օրինակ սահմանափակումներ մտցրեց ցորենի արտահանման մասով։ Եվ դա նաև վերաբերում էր Հայաստանին եւ կարող էր այսպես սահմանափակել դեպի Հայաստան ցորենի արտահանումը բացառությամբ այն քանակությամբ, որ Հայաստանը սպառում է, այսինքն իրենք համաձայն են ցորեն տան Հայաստան այնքան որքան սպառում, բայց ոչ ավել։ Այսինքն մենք հստակ ունենք որոշակի կախվածություն Ռուսաստանից եւ նորմալ է, երբ որ Հայաստանը դիվերսիֆիկացնում է ղազախական ցորենի մասով։ Սա մի կարևոր գործոն, որ պետք է ֆիքսենք։ Ծավալ կարող է շատ ապահովել ղազախական ցորենը։ Ղազախստանը կարող է ապահովի Հայաստանի համար որոշակի ծավալ։ Չի կարող ամբողջությամբ փոխարինել ռուսական ցորենը, որովհետև տարեկան մոտավորապես մենք 300,000 տոննա մոտ ցորեն ենք ներկրում եւ այսպես ուտելու համար եւ տեխնիկական արտադրական նպատակով օրինակ մենք ցորենից նաեւ օղի ենք նաեւ թորում օրինակ Հայաստանում եւ այլ այսպես նպատակներով օգտագործվում է դա կարող է որոշակի նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը։ Ենթադրենք 300,000-ից մի 50,000-ը Ղազախստանից բերենք, մի 20%-ով 15%-ով կնվազեցնենք, բայց ամբողջությամբ ղազախական ցորենը դժվար թե կարողանա փոխարինել ռուսականին, քանի որ ռուսականը ավելի էժան է փաստացի շուկայում, ավելի մեծ ծավալներով է ինքը արտադրությունը կազմակերպում։ Գնեք, այսինքն եթե նույնիսկ ղազախականի ծավալը մեծանա, գների իջեցում չսպասենք։ Քիչ հավանական է, որովհետև ռուսական ցորենը ղազախական ցորենի նկատմամբ մրցակցային առավելություն ունի, նաև միջազգային շուկայում, որ նայում ենք, ռուսական ցորենը ավելի էժան է, քան ղազախական ցորենը։ Օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով է դա պայմանավորված, որովհետև նույն Ռուսաստանում օրինակ պետությունը բավականին մեծ աջակցության ծրագրեր ունի ցորեն արտադրողներին, քան օրինակ Ղազախստանում եւ այլն եւ այլն։ Գնայք, իսկ ուկրաինականը կարող է մրցակցել։ Ժամանակին մինչեւ 22 թվականը մենք մոտ 10%-ի չափով ցորեն ներկրում ենք նաեւ Ուկրաինայից, այսինքն կարանք ասենք, որ 22 թվականի ռուս-ուկրաինական հակամարտության սկսելուց հետո մենք հրաժարվեցինք ուկրաինական ցորենին, սկսեցինք դրա փոխարեն ավելացնել ռուսական ցորենը։ Լոգիստիկ խնդիրներով բավական։ Այո, լոգիստիկ խնդիրով անշուշտ պատերազմական գործողություններ, բեռնափոխադրում, ապահովագրություն բավականին թանկացան։ Շատ լավ, սա ցորենի։ Սա ցորենն է, որ մենք պետք է կարողանանք։ Հիմա երկրորդ մասը խոսենք տրանսպորտի մասին եւ լոգիստիկայի խնդիրների մասին։ Վերջի տարիների ընթացքում մեր լոգիստիկ ծախսերը կտրուկ ավելացել են։ Դրա մասին այսպես պարբերաբար բարձրաձայնում են ինչպես ներկրողները, այնպես էլ արտահանողները, որ թանկացել է դեպի Հայաստան արտահանում կամ ներկրում կազմակերպելու համար, եւ մենք պետք է փորձենք գտնել այլընտրանքային տրանսպորտային հնարավորություններ, որը կնվազեցնի ծախսերը։ Օրինակ, երբ որ Ղազախստանից ցորենի ներկրման առաջին այսպես լուրը եկավ, ըստ էության կարող եմ ասեմ Ղազախստանից եկող այսպես ցորենի տրանսպորտի ծախսը քիչ հավանական է, որ ավելի էժան կլինի, քան ռուսականը, որովհետև ռուսական ցորենը օրինակ Կրասնոդարից գալիս է նավահանգիստ, փոթի
Փոթից երկաթուղով հասնում է Երևան, իսկ այդ դեպքում Ղազախստանից Բաքու դարձյալ նավով եւ երկաթուղով Թբիլիսի, Թբիլիսիից Երևան։ Այսինքն Ղազախստանից եկող ցորենի պարագայում երկաթուղին ավելի երկար է, քան Փոթից եկող, հա, երկաթուղին, որ հասնում է ցորենով դեպի Երևան։ Այսինքն Ղազախստանից եկող ցորենի տրանսպորտային ծախսերը այլ հավասար պայմաններում պետք է ավելի թանկ լինի, քան Ռուսաստանից եկողը։ Այլ բան է հիմա, երբ որ Ռուսաստանից է գալիս, հա, Ռուսաստանից եկող ցորենի պարագայում կարա որոշակի այսպես խնայողություն լինի, ինչի հաշվին, քանի որ նույն այդ պարոմով բեռնափոխադրումը գնացքի բավականին թանկ է, այսինքն գնացքը բարձրանում էր նավ Ռուսաստանում, հետո Փոթի իջնում էր եւ շարունակում էր, հա, ճանապարհը։ Այդ պարոմով այսպես բեռնափոխադրումը բավականին թանկ այսպես հաճույք է։ Այս դեպքում կարող է համատաբար էժան լինել, քան Ռուսաստանից եկող։ Եթե Ռուսաստանից երկաթուղով գա Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, հա, այս հնարավոր է, բայց այս դեպքում նաև երկաթուղային այսպես աշխարհագրությունը պետք է նայենք, ցորենը որ մասից է գալիս Ռուսաստանի։ Եթե օրինակ գալիս է Ռոստովից, դա բավականին թանկ կլինի։ Եթե գալիս է այսպես երկաթուղու մոտ շրջանից, դա կարող է էժան ավելի լինի։ Այսինքն կախված է նաև կոնկրետ ցորենի այսպես ծագման վայրից, հա, որովհետև մենք փորձում ենք Ռուսաստան ենք ասում, Ռուսաստանը շատ մեծ տարածք աշխարհագրություն է եւ ենթակառուցվածքներն էլ շատ տարբեր են։ Հետեւաբար մենք պետք է օբյեկտիվ նայենք իրավիճակին։ Իմ համար ճիշտ ասած անհասկանալի է զուտ երևույթը կարևորել է։ Իրանք ասում են դե տեսեք քաղաքական նպատակով է կարևորվում, որ գիտեք այդ խնդիրը, հա, քաղաքական ավելի շատ անվտանգային հարց է, իրենք ցույց են տալիս, որ տեսեք մենք կարողացանք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել, դա նշանակում է մեր անվտանգությունը ավելի ամրապնդվել, այսինքն այս տրամաբանությամբ են։ Այո, այսինքն դրա հետևանքով մեր անվտանգությունը ամրապնդվել ավելի, խաղաղություն է եկել, այսինքն իրենք փորձում են այդ մեսիջները տան։ Այստեղ ավելի շատ քաղաքականություն է, քան տնտեսություն։ 4 թվերով եթե դատենք, ինքը ավելի շատ քաղաքական եւ անվտանգային համատեքստում դիտվող հարց է, քան զուտ տնտեսագիտական։ Այո, միանշանակ հաշվի առնելով այդ աշխարհագրական, տրանսպորտային ծախսերը եւ մնացած հանգամանքները։ Հիմա Ադրբեջանի տարածքը ինքնին, պարոն Պարսյան, ինչ կարող է նշանակել, եթե բացվի Հայաստանի համար բեռնափոխադրումներ, մեզ դիտող հեռուստադիտողների մի զգալի մասը իր հեռախոսում ունի հավելվածներ, հա, on-line խանութների, Չինաստան, Ռուսաստան, որոշները Ամերիկա եւ այլն տարբեր տեղերից ապրանքներ են գալիս, այսինքն մարդիկ չեն պատկերացնում, նույնիսկ գնելով ինչ-որ մի ապրանք իրենց հեռախոսով դառնում են այդ բեռնափոխադրումների շղթայի ինչ-որ մի փոքրիկ, հա, շահառու։ Ադրբեջանը մեզնից արևելք է, դեպի Ասիա պետություն, իր տարածքով փաստորեն կարևոր է, ասենք ամերիկացիները Աֆղանստան գնալու համար այս երկրի տարածքն են օգտագործում, ինչ-որ խաչմերուկային դեր կա։ Եթե Չինաստանից, Կենտրոնական Ասիայի երկրներից, Հնդկաստանը չգիտեմ, արդյոք ինքը ծովային տրամաբանությամբ է ավելի մեծ մոտ Իրանի տարածքով, թե էլի ցամաքային, Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացվեն Կենտրոնական Ասիայից Հայաստան։ Դա ինչ կարող է նշանակել տնտեսագիտական առումով էլի։ Ադրբեջանը ներկայումս հանդիսանում է տարածաշրջանային կարևոր ենթակառուցվածքային հաբ։ Այդ հաբի հիմքում ընկած է ինչպես հյուսիս-հարավի ծրագրերը, մասնավորապես դեռ 1998-99 թվականից այսպես հիմնադրված Հնդկաստան, Իրան, Ռուսաստան այդ հյուսիս-հարավ ծրագրի կարևորագույն այսպես ճյուղերից մեկը նախատեսվում է, որ պետք է անցնի Ադրբեջանով եւ այդ նպատակով օրինակ կառուցվում է Մաստարա-Ռաշտ երկաթգիծը, որը կապում է ադրբեջանական երկաթուղին իրանական երկաթուղուն, այնտեղ մնում է նաև Ռաշտի մի փոքր հատված, որը թույլ կտա արդեն օրինակ բեռները Բանդար-Աբասից երկաթուղով հասցնել Ադրբեջան, այնտեղից է երկաթուղով հասցնել Ռուսաստան։ Պետերբուրգ ընդհանուր։ Այո, մինչև Բալտիկ ծով կարելի է հասցնել, հա, բեռնափոխադրում է։ Սա Ադրբեջանի հյուսիս-հարավ այսպես միջանցքն է, որ
հետաքրքրություն կա, նաև ռուսական կողմը ֆինանսավորում է այս նախագծերը, ինչպես երկաթուղու մասով, այնպես էլ ճանապարհի մասով։ Իդեպ ճանապարհեր է կառուցվում Ռուսաստան-Ադրբեջան, նոր որակի ճանապարհ, որը թույլ կտա նաև ավտոմոբիլային տրանսպորտային փոխադրումները կազմակերպել։ Դրանից զատ նաև Ադրբեջանը բավականին ակտիվ ներգրաված է արևելք-արևմուտք բեռնափոխադրումների մասով, մասնավորապես Չինաստանի 1 գոտի 1 ճանապարհ ծրագրի շրջանակում Ադրբեջանը դիտարկվում է Չինաստան, Միջին Ասիա, այսպես Ադրբեջան, Եվրոպա կարևոր հանգույց եւ նույն չինական կողմը մոտ 800 միլիոն դոլարի վարկ է տրամադրել Ադրբեջանին, որ Կասպից ծովի ափին կառուցի նավահանգիստ միջազգային չափորոշիչներին համապատասխան, որը թույլ կտա նաև արևելք-արևմուտք բեռնափոխադրումները կազմակերպել։ Այսինքն կարող ենք ասել, որ այս առումով Ադրբեջանը բավական լուրջ խաչմերուկ է դարձել եւ հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք մասով։ Խնդիրը կայանում է նրանում Հայաստանը այս մասով ինչպես կարող է օգտվել եւ ինչ մասնակցություն կարող է ունենալ։ Գիտեք, եկեք կոնկրետ ասենք, եթե Ադրբեջանը հանում է Հայաստանով տրանզիտ բեռնափոխադրումների արգելքը իր տարածքով։ Եկեք շուտ այս հարցի անդրադառնանք, որովհետեւ դա ոնց որ մոտ ապագայի հարց է։ Հետո կարող ենք նաեւ Թրամփի ուղուց խոսել, որ ավելի լայն այսպես ասպեկտ է։ Հայաստանի բեռնափոխադրումների աշխարհագրությունը, որ այսպես նայում ենք, կտեսնենք, որ բավականին մեծ ծավալի բեռներ ունենք, որ տեղափոխում ենք դեպի Չինաստան, մասնավորապես մեր մետաղական հանքանյութերի 52%-ը պղինձ մոլիբդեն արտանվում է Չինաստան։ Այսինքն միայն ներկրման խնդիր չի լուծվելու Հայաստանի։ Այո, Չինաստան եւ ստեղ ուշագրավ է նաեւ, որ Հայաստանի հանքարդյունաբերական ձեռնարկությունները պատկանում են հիմնականում ռուսական ընկերություններին։ Այսինքն հենց ռուսական ընկերություններն են դառնալու թիվ 1 շահառուն Ադրբեջանի տարածքով հանքանյութի տեղափոխումը դեպի Չինաստան։ Եվ բնականաբար դա իրենց թույլ կտա տրանսպորտային ծախսերը նվազեցնել, օգուտը շահույթ ավելացնել եւ այլ եւ այլ։ Եվ այս մասով նաեւ ռուսական ընկերություններն են նաեւ հետաքրքրված։ Եվ ներկրման մասով նաեւ կարող ենք ասել, Չինաստանից մենք նաեւ որոշակի այսպես ապրանքներ ենք ներկրում, լայն սպառման ապրանքներ, որոնք կարող են էժանանալ ներքին շուկայում։ Խոսքը վերաբերում է տնտեսական ապրանքներ, գրենական, հագուստ եւ այլ ապրանքներ։ Այդ հայտնի հավելվածով, որ պատվիրում է, հավելվածներով այդ ապրանքները։ Այո, կարող ենք ասել այդ ապրանքների մի մասը նաեւ այդ ճանապարհով կարող են լոգիստիկայի էժանացման հաշվին։ Այո, լոգիստիկայի էժանացման հաշվին եւ նաեւ շատ կարեւոր է, որ բեռնափոխադրումը կիրականացվի այսպես առանց ընդհատումների, այսինքն տրամաբանական այսպես իր ընթացքը կունենա, օրինակ գնացքով կգնա դեպի բան, հա, ենթադրենք Ադրբեջան, Ադրբեջանից էլի պարով կանցնի դեպի Միջին Ասիա եւ էլի գնացքով կշարունակի դեպի Չինաստան։ Այսինքն սա կարեւոր է բեռնափոխադրումների կանոնակ հիմա ոնց են կազմակերպում, օրինակ նույն հանքանյութի դեպքում բեռնատարները բարձում են հասցնում են փոթի, այնտեղ փոթից դատարկում են նավերը, հետո նավերը մոտավորապես 40-ից մինչև 50 օրվա ընթացքում հասնում է Չինաստան օրինակի համար, իսկ մոտ 2 ամսվա ընթացքում 1-2 ամսվա ընթացքում հասնում է Չինաստան։ Այսինքն սա թույլ կտա եւ ժամանակ եւ որոշակի միջոցներ տնտեսել, եթե այսպես արևելք-արևմուտք ճանապարհը աշխատում է Հայաստանի համար։ Հայաստանի սա նաեւ Հայաստանի համար հնարավորություն կարաստեղծի այլ ապրանքների մասով, այսինքն ոչ միայն հանքանյութերի։ Սրա համար պետք է աշխատել արդեն։ Այսինքն դու ինչ ապրանք ունես, որ կարող ես Միջին Ասիա կամ Չինաստան արտահանել։ Այս պահին ես չեմ կարող ասել այն ապրանքները, որոնք մրցունակ կարող անեն։ Գյուղ մթերքները հաստատ մրցունակ չեն կարող լինել Միջին Ասիայում, որտեղ Միջին Ասիա երկրները ավելի այսպես էժան գներով գյուղ մթերքներ են արտադրում։ Մնում է հասկանալ մյուս ապրանքների մասով։ Այս պահին միայն կարող ենք ասել այդ հանքանյութն է, որ կարող է էժան ճանապարհով հասնել դեպի Չինաստան։ Շատ ներմուծումը կարող է որոշակի հեշտանալ եւ էժանանալ։ Այո, դա կարող ենք արձանագրել։ Եթե կոնկրետ օգուտից խոսենք, տեսեք, այս պարագայում Թրամփի ուղու կառուցման նպատակ կա եւ պայմանավորվածություն Հայաստանի Միացյալ Նահանգների միջեւ։ Իհարկե դեռևս մենք պետք է տեսնենք այդ պայմանագիրը, որը դեռ ենթադրում է մշակվում է, դետալավորվում է, որից կբխի նաեւ դետալները, օրինակ մեզ համար շատ կարեւոր հարց հայ-ամերիկյան ընկերությունը համատեղ եթե ստեղծվում է,
ինչ տոկոսադրույքներով պետք է հասույթը բաժանվի կողմերի միջև Հայաստանի եւ Ամերիկայի կխնդրեմ այս մասին ասեք մենք այս պահի դրությամբ ինչ որոշակի ացումներ ունենք 145 միլիոն դոլար առաջին մասով դա հասկացանք թե դետալները པարզ կդառնան ավելի ուշ բայց կուզեմ քիչ անց խոսենք նաեւ սրա տնտեսական էֆեկտների եւ հնարավորությունների մասին այս պահին հնարավոր չէ Տրամպի ուղու տնտեսական այսպես ներուժը գնահատել տարանցիկության մասով այսինքն մենք կարող ենք ասել որ օրինակ մեր ներքին արտադրանքը կարող ենք այդ ուղով արտահանել դեպի Չինաստան բայց թե այլ երկրները կօգտվեն այդ ուղուց չգիտեմ Չինաստան այո որտեղ նույն Չինաստանը կարող է օգտվել օրինակ Ադրբեջան Վրաստան Եվրոպա ուղուց եւ ոչ Հայաստան Թուրքիա օրինակ ուղուց այսինքն այստեղ կախված է նաեւ Միջին Ասիայի եւ Չինաստանի քաղաքականությունը տարածաշրջանում ինքը ցանկանում է իր բեռների փոխադրումը որ ուղղությամբ կատարի ըստ իս իրենք դիտարկելու են Ադրբեջան Վրաստան տարբերակը Տրամպի ուղին իրենց համար լինելու այլընտրանքային ուղի այսինքն չինական փիլիսոփա բացի այդ չինական այսպես պետական քաղաքականության փիլիսոփայության մեջ նստած է այլընտրանքներ ունենալու գաղափարը այսինքն իրենք այլընտրանք ստեղծելով Վրաստանի ուղու իրենք մրցունակ են դարձնում ել ավելի են ամրապնդում իրենց դիրքերը կանոնին վրացի գիտեն եթե իրենց լավ չպահեն հա օրինակի համար չնախատեսված պահանջներ դնեն հայկական տարբերակով օրինակ բռնապոq այսինքն իրենք փորձում են դիվերսիֆիկացնել իրենց ճանապարհները որը թույլ կտա նաև կառավարելի դարձնել process-ները եւ եթե նույնիսկ հայ-ամերիկյան է այս ուղին Չինաստանը դա հետ չի պայ այո դիվերսիֆիկացման տեսանկյունից կարծում եմ հետ չի պայ, բայց առաջնային իմ կարծիքով այնուամենայնիվ ինքը կդիտարկի Վրաստանի ճանապարհը հաշվի առնելով որ ինքը այնտեղ արդեն իսկ ենթակառուցվածքները ստեղծ է նավահանգիստը երկար ժամանակով Վրաստանում արդեն ձեռք բերել իզուր չի ձեռք բերել, այսինքն ինքը Վրաստանում նավահանգիստը ձեռք բերել չինական կողմով շահագործի ամերիկյան փողերով կառուցված նավահանգիստ դա էլ շատ դա պետք է արձանագրենք այսինքն ինքը արդեն որոշակի ենթակառուցվածքներ Վրաստանում ստեղծել է ի տարբերություն Հայաստանի պարագայում հետեւաբար մենք պետք է հասկանանք որ մեծ հույսեր պետք է կապենք արևել կարևմուտք այդ առևտրաշրջանառությունը որովհետեւ բազմաթիվ այսպես վերլուծություններ են հրապարակում տարածում որ 10 միլիոն տոննայի Հայաստանը կարող է այսպես տարանցիկություն ապահովել եւ այլը այդ 10 միլիոն տոննա խոսքը վերաբերում է արևել կարևմուտք բեռնափոխադրումներին բայց այդ 10 միլիոնից շատ քիչ մասը կգա Հայաստանով կանցնի այս այլ հավասար պայմաններում այս իրավիճակում հաշվի առնելով աշխարհագրությունը ենթակառուցվածքներ եւ այլ հանգամանքներ մենք պետքա դիտարկենք առաջին հերթին այս ուղուց մեր օգտվելու հնարավորությունները իսկ ծավալը կարող է աճել այս ցամաքային ճանապարհներով նկատի ունեմ այսպես կոչված միջին միջանցքի եւ վրաց-ադրբեջանական եւ հայ-ադրբեջանական ուղղություններով ցամաքային բեռնափոխադրումների ծավալը հաշվի առնելով ասենք ծովային բեռնափոխադրումները ավելի երկարաժամկետ ու դանդաղ լինելը երբեմն նաև տեսնում ենք տարբեր հատվածներում անվտանգային խնդիրներ են առաջացնում ակնհայտ է որ ծավալները աճելու են դրա մասին չէ խնդիրը կներեք նաև Ռուսաստանի տարածքի կիսաբլոկադան հաշվի առնելով ակնհայտ է որ տարանցիկությունը ավելանալու է եւ Չինաստանի եւ Միջին Ասիայի երկրների այսպես տնտեսական քաղաքականությունը դեպի Եվրոպա շարունակվում է բայց այստեղ խնդիրը եմ ասում որ հայկական կողմը կամ Հայաստանի ենթակառուցվածքները որքան մրցունակ կնեն վրացականի համար այս պահին մրցունակ չեն պետք է արձանագրենք կարող է այսպես լրացուցիչ քայլեր կատարենք վրացական կողմը լրացուցիչ սխալներ կատարի մենք դառնանք մրցունակ բայց պետք է սրա մասին խոսենք հա հստակ խոսենք նույն օրինակ Թուրքիան հիմա կառուցում է իր հերթին երկաթգիծ Կարսից դեպի Նախիջևան հա որը ըստ էության կրճատելու է Հայաստանի տարածքով փոխադրումները կամ Հայաստանը ըստ էության չի անցնելու երասխի կետը չի աշխատելու ըստ էության այսինքն տարբեր ծրագրեր են իրականացում որով Հայաստանի տարանցիկությունը ավելի այսպես փոքր է լինում մենք պետք է
հույսներս դնենք այդ տարանցիկությունից եկող մեծ գումարների վրա։ Մեր հույսը պետքա դնենք, որ այդ ճանապարհը օգտվելով մեր ապրանքները կկարողանանք հանենք շուկա։ Այսինքն մի քիչ ավելի օբյեկտիվ, ռեալիստ պետքա լինենք, ոչ մեր հանրությանը պետքա այսպես մանանա ներկայացնենք, որ հեսա գալու են բոլորը անցնեն, մեզ փող տան, այդ մենք աշխատելու կարիք չենք ունենալու, այսպես ասած, հա։ Այո, որոշ ոլորտներ, նշեցի, հանքարդյունաբերության ոլորտը, այլ ոլորտներ կարող են օգտվել այդ ճանապարհը ելնելով իրավիճակից, բայց այդ ճանապարհի նշանակությունը դարձյալ ավելի շատ քաղաքական է, նաև անվտանգային է, քանի որ ամերիկյան կողմը այդտեղ լինելով կարող է զսպել այսպես որոշակի գործընթացներ եւ շատ հաճախ որ երբ որ փորձում են այսպես հակադրել ռուսական եւ ամերիկյան այսպես շահերը, ես միշտ նշում եմ հենց այս հանգամանքը, այսինքն Տրամպի ուղուց թիվ 1 օկտոբը լինելու է ռուսական կապիտալով հանքարդյունաբերական ձեռնարկությունները։ Այսինքն եւ պատահական չէ որ շոկային հայտարարություն եք անում Հայաստանը փաստացի այդ իրավիճակը ունենք եւ արևմտամեդերը եւ ռուսամեդերը պետք է թվերը նայեն ու տեսնեն իրավիճակը այդպես է լինելու։ Եվ մի կարևոր երևույթ է նշեմ, որ եթե ուշադրություն դարձեք, ռուսական կողմը շատ զուսպ, շատ այսպես ողջունում է թրիփի եւ այդ ճանապարհի, այո, այսինքն ինքն էլ ըստ էության համաձայնվեցված այս ընթացքի մեջ է։ Այստեղ իրանական կողմը եւս կարող է մասնակցություն ունենալ այս process-ներին, այսինքն իրանական կողմը կարող է իր ապրանքները արտահանել հենց այս ճանապարհի միջոցով դեպի արևելք, արևմուտք, այսինքն այդ տեսանկյունից։ Եվ իրանական կողմի համար Հայաստանը այս անգամ այս դեպքում դառնում է նաև կարևոր հյուսիս-հարավի մասով, այսինքն Իրանի համար ինչու է կարևոր Հայաստանի հետ ունենալ անխախտելի սահման, որը իրեն ապահովում է այլընտրանք ադրբեջանական, թուրքական ճանապարհներից։ Հիմա դեպի հյուսիս ինքը 3 ճանապարհ ունի՝ Ադրբեջանով անցնող, Թուրքիայով անցնող եւ Հայաստանով անցնող։ Ինքը ցանկանում է Հայաստանի ճանապարհը պահի եւ թրիփի նկատմամբ իրանական կողմի այսպես կոշտ լինելը որոշակի շրջան հենց դրանով է։ Ինքը ասում է դուք իրավունք չունեք իմ այլընտրանքներից մեկը վերացնեք, հա, եթե ենթադրյալ վերացնելու մասը։ Եթե անվտանգային եւ այլ կոմպոնենտ է ավելանում։ Սա է խոսքը, ակնհայտ է իրանական կողմի ցանկությունը որն է պահել այլընտրանքը եւ այս մասով ցավոք մենք շատ վատ աշխատանք կատարեցինք հյուսիս-հարավ ճանապարհը, որ պետք է արդեն 2019 թվականին ավարտենք, 2026-ը ընդհանրապես ճանապարհի եւի 35%-ն է, 40%։ 10 տարուց հազիվ, չէ, ամբողջությամբ կառուցվի։ Եթե այս տեմպերով գնանք, ինձ թվում է 10 տարին էլ է քիչ լինելու։ Դրա համար եմ ասում, որ իրանական կողմի համար այստեղ առանցքային է այդ հյուսիս-հարավի կառուցումը եւ դրանով իր այսպես արագ այլընտրանքային հնարավորությունը դեպի հյուսիս ապահովելն է։ Եվ եթե մենք կարողանանք այդ ճանապարհը կառուցենք, ապա իրանական կողմը այս պրոյեկտից, այս նախաձեռնությունից իր շահը կունենա։ Հետաքրքիր է, որ իրանական ընկերություններն են հյուսիս-հարավ կառուցում, վերջերս մենք Սյունիքում ենք եւ խոսքը 32 կիլոմետրանոց հատված է։ Այո, ոչ ամբողջությամբ եւ կարելի ասել, որ այնտեղ սարեր, ձորեր են ճեղքվում, կամուրջներ են կառուցվում, թունելներ, եթե այս աշխատանքը վաղուց արված լիներ, հյուսիս-հարավը 2009-ից կյանք է ունեցել, չէ, 2009-ից որպես այդպիսի նախագիծ, բայց այն ժամանակ նախընտրեցին սկսել կառուցել Արարատը։ Մինչդեռ մենք ունենք Արցախ, չէ, ավելի տրամաբանական կլիներ Սյունիքով։ Դա այսպես բացատրությունն է, այս ժամանակվա իշխանությունները պնդում էին, այսպես փակ հանդիպումների ժամանակ, դե արևմուտքը չի ցանկանում, որ մենք ճանապարհը սկսենք Իրանից եւ չի ուզում ֆինանսավորի Իրանից եկող ճանապարհ, բայց հիմա նույն արևմուտքը ֆինանսավորում է 32 կիլոմետրանոց Ագարակ Վարդանանյանի ձոր ճանապարհի, այո, իհարկե, իրանական կազմակերպությունները ստանում են եվրոպական փողեր։ Երբ որ մենք ասում ենք այսպես ինչ-որ բացառիկ դեպքեր, ելույթներ, նույն ռուսական, նույն էլ իրանականի պարագայում, արևմուտքը էլի այդ process-ների մեջ է։ Իրար հետ շատ հաշտ խաղաղ, լավ էլ աշխատում են։ Այսինքն մենք շատ հաճախ փորձում ենք մեր քաղաքական դաշտը, արտաքին դաշտը սև-սպիտակի բաժանենք, այդպես չի։ Այդ նույն մարդիկ առանձին դաշտերում իրանք իրար հետ լավ էլ համագործակցում են եւ ռուսները, եւ իրանացիք, եւ արևմուտքը։ Հա, հաստատ, եւ կուլիսներում ավելի շատ բաներ է տեղի ունենում։ Օրինակ իրանական գազի վաճառք եվրոպական որոշ երկրների, չէ՞, երբ որ ռուսական գազը ոչ միայն տարիներ շարունակ Քաթարը իրանական գազը գնում է
տարիներ շարունակ եւ վաճառում է ամբողջ աշխարհին։ Բոլորը գիտեն, նույնիսկ Քաթարը զեղչ ունի դրա համար, Իրանի արտաժույթ ապահովող երկիրը Քաթարն է։ Եվ բոլորն էլ ստեյության այդ մասով գոհ են եւ շնորհակալ։ Բայց մեդիաներում, այսպես ասենք, քաղաքականություն, բայց թվերը չեն ստում, այսինքն մենք պետք է թվերին նայենք։ Ինչ անել ամփոփելով, որ այս Թրամփի ուղին, որ կառուցվելու է, դառնա ոչ թե Ադրբեջան-Թուրքիա կամ Ադրբեջան-Նախիջևան ուղու մի մաս, այլ դառնա ավելի միջազգային ճանապարհ։ Կա անելիք, քաղաքական շատ ճիշտ հարց տվեցիք, որովհետև եթե մենք հույսներս դրել ենք Նախիջևան, Ադրբեջան, այսպես բեռնափոխադրումների հաշվին կամ Թուրքիա, այսպես փող աշխատելում, դա շատ փոքր գումարներ է լինելու, այսինքն տարբեր հաշվարկներով կարա դա մինչև 10-ից 15 միլիոն դոլար մեզ գումար ապահովի տարեկան կտրվածքով Թուրքիա, Նախիջևան, Ադրբեջան, այսպես երկրների միջև, մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհը մեզ համար պետքա, ինչպես մեզ համար է պետք, այնքան էլ ադրբեջանցիների եւ թուրքերի համար է պետք, որովհետեւ Վրաստանը իրենց համար այսպես դարձել է մոնոպոլ դիրք ունեցող երկիր եւ Վրաստանը ինչպես մեր համար է ժամանակ առ ժամանակ տարանցիկության փողերը բարձրացնում, հա, վարձավճարները բարձրացնում, այնպես իրենց համար է բարձրացնում։ Այսինքն իրենց համար Հայաստանը այլընտրանք դառնալով իրանք կարողանան նաև ուժեղ դիրքերից խոսել նաև Ադրբեջանի, Վրաստանի հետ, այսպես ասած, հա։ Եվ մենք դա պետք է ադրբեջանական կողմին, թուրքական կողմին հասկացնենք, որ դուք ունեք նաև հստակ այդտեղ տնտեսական շահ, որ ունենաք այլընտրանք արևել-կարևմուտք այդ կապի մասով Հայաստանի։ Հայաստանի ձեռնտու չէ, այսինքն ճանապարհների բացումը։ Այդպես չընկալվի, որ ճանապարհ բացելով ինչ որ մեծ վաճառք։ Այո, այսինքն դա որպես խաղաղություն կամ զիջում չընկալվի, այլ նաև կա տնտեսական օգուտ նրանց համար եւ սրա արդյունքում անշուշտ թուլանալու է Վրաստանի դիրքերը տարածաշրջանում, որը ունի մոնոպոլ դիրք տարանցիկության մասով։ Եվ մասամբ թուլանալու նաև իրանական դիրքերը, քանի որ օրինակ նույն Նախիջևանի բեռնափոխադրումները իրականացվում է Իրանի տարածքով։ Նույն Իրանը տարիներ շարունակ փող աշխատել իր տարածքով դեպի Նախիջևան բեռնափոխադրումներ կազմակերպել։ Ավելին ասեմ, Նախիջևան, եթե նայում ենք Ադրբեջան-Իրան առևտրաշրջանառությանը, կտեսնենք, որ մոտավորապես 500 միլիոն դոլարի չափով Իրանը արտահանում է իրականացնում դեպի Ադրբեջան, այն էլ հիմնականում Նախիջևան։ Այսինքն Նախիջևանի տնտեսությունը մեծապես կախված է Իրանից։ Սա էլ է որպես այսպես փաստ, ադրբեջանական այսպես Բաքուն շատ թույլ տնտեսական կապեր ունի Նախիջևանի հետ, քան Իրանը ունի Նախիջևանի հետ։ Սա էլ է կարևոր գործոն, որ մենք պետք է հասկացնենք, որ Նախիջևանի մասով եւս իրենք ունեն հնարավորություններ կապի ընդլայնման եւ այլ տնտեսական նախագծեր իրականացնելու մասին։ Այստեղ տնտեսական, այսպես նախագծեր, տնտեսական տրամաբանությունից զատ կա նաև կարևոր անվտանգային, հա, օրակարգեր, անվտանգային ծրագրեր։ Այստեղ տարածաշրջանի նկատմամբ բոլոր գերտերությունները հետաքրված են, բոլորը հայտարարում են, որ ենթակառուցվածքները պետք է բացվեն, բայց այդ բացումը իրենք պատկերացնում են իրենց վերահսկողության տակ։ Այսինքն խոսքը այս մասով իրենք անկեղծ չեն հաճախ, չենք էլ ակնկալում, որ քաղաքական դաշտում անկեղծ լինեն նրանք, բայց երբ որ հայտարարում են, այո, պետք է ենթակառուցվածքները բացեն, ասում են, այո, եկեք բացենք, երբ որ գալիս արդեն գործնական բաց, ասում են, ես պետք է այստեղ լինեմ, ստե լինեմ, ստե վերահսկեմ, սա պետք է նայեմ։ Իսկ իրենք այդ տեսանկյունից են նայում process-ներին, եւ դա էլ անշուշտ մյուս երկրների համար խնդիր է առաջացնում։ Նայեք, նույն Տրամփի ուղու նկատմամբ ամերիկյան այսպես ներգրավվածությունը խնդիր է առաջացնում Չինաստանի համար։ Այսինքն Չինաստան, ԱՄՆ, որը ամբողջ աշխարհում այսպես գլոբալ մրցակիցներ են, անշուշտ չի ուզենա Չինաստանը մի ճանապարհով անցկացնի իր բեռները, որը ամերիկյան վերահսկողության կամ ամերիկյան կարգավորումների տակ է գտնվում։ Սա հարցեր են, որ մենք պետք է պատկերացնենք, հասկանանք։ Աշխարհը Հայաստանով չի սկսվում եւ ավարտվում։ Ամենը իր շահ ունի եւ երբ որ օրինակ մենք խոսում ենք մենք արանք տարանցիկ կլինենք եւ այլն, պետք է հասկանանք չինական կողմը պատրաստ է դրան։
Հնդկական կողմի մասին կարող ենք ասել։ Հնդկաստանն էլ այս տարածաշրջանով շատ հետաքրքրված է եւ օրինակ Հայաստանը դիտարկում է իր համար որպես առանցք այս տարածաշրջան, որտեղ ինքը Ադրբեջանի, Թուրքիայի նկատմամբ ունի վերապահումներ, Վրաստանի դեպքում նույնպես, որտեղ այնտեղ ավելի շատ չինական այսպես ազդեցության գոտի կա։ Օրինակ Հնդկաստանի դեպքում Հայաստանը այլընտրանք է դիտարկում դարձյալ դեպի հյուսիս-հարավի մասով, ցամաքային ճանապարհի մասով։ Եվ նաեւ Հնդկաստանի համար շատ կարեւոր է, որ ինքը իրենք նաև Իրանում նավահանգիստ ունեն, Չաբահարի նավահանգիստ ունեն, եւ Չաբահարի նավահանգիստի շահագործումը, որը հնարավոր է Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա այսպես ուղիներ բացելու համար։ Այսինքն ամեն երկիր իր շահ ունի այս տարածաշրջանում եւ փորձում այս process-երին իր մասնակցությունը ունենալ։ Հայաստանի պարագայում շատ կարեւոր է իրենք կարողանան բանակցել այդ արտահանող երկրներին եւ Եվրոմիության եւ Չինաստանի, Հնդկաստանի, Միջին Ասիայի, որ իրենց բեռները փոխադրեն Հայաստանի տարածքով։ Դա կկարողանան անել թե ոչ, չեմ կարող ասել, որովհետև դա բավականին բարդ աշխատանք է, որովհետև դրա մեջ ոչ միայն տնտեսական հաշվարկներ կան, այլև քաղաքական հաշվարկներ կան, անվտանգային հաշվարկներ կան։ Վրաստանը ինչքան հակաեվրոպական քաղաքականություն վարի, այնքան լավ։ Այս մասով էլ նաև իր այսպես հետևանքները կարող է լինել։ Բայց այս հարցը չեմ կարող չտալ, թե ժամանակը լրացել է Թուրքիայի եւ Հայաստանի միջև Գյումրի-Կարս երկաթուղու հավանական գործարկում, վերջերս լսում է Ռուբեն Ռուբինյանին, որ խոսում էր տեխնիկական հաշվարկներ անելու մտադրությունից, սա կարող է դառնալ այդ Թրամփի ուղու շարունակություն դեպի Թուրքիա եւ այս նախագծի նշանակություն մեծացնել։ Թուրքերը ըստ էության մի քանի այսպես պրոյեկտներ են իրենց մտքում պահել։ Մի պրոյեկտը Կարսով դեպի Նախիջևան երկաթուղու կառուցումն է, որ եւ դրա համար նույնիսկ իրենք վարկային միջոցներ են ներգրավում ԵՄ-ից, եւ այդ պրոյեկտի այսպես իրականացման դեպքում Կարս Նախիջևանի դեպքում արդեն Գյումրի Կարսի երկաթուղու նշանակությունը կորում է։ Հայաստանի համար է դա կարևոր։ Հայաստանի համար տարանցիկության նշանակություն չունի, Հայաստանի համար կարող է կարևոր դառնալ այս մասով։ Դա պետք է հասկանանք ինչպես է զարգանում process-ը։ Եթե Թուրքիան այսպես իր հիմքը դնում է, այսպես ֆինանսավորումը ծրագրեր դնում է այդ ուղու մասով, Թուրքիան կարող է այդ երկաթուղին չբացել ընդհանրապես, որովհետև էական նշանակություն չունի։ Ինքը կարողանա իր գործընթացները այդ ուղղությամբ իրականացնել։ Հայաստանը օրինակ, եթե կարողանա կառուցել նաև Վանաձորի եւ Իջևանի այդ երկաթգծի կարճ հատվածի շինարարությունը, դա թույլ կտա նաև արևելք արևմուտք բեռնափոխադրում է Կարս, Գյումրի, Իջևան եւ Ադրբեջան այդ գծի բացումը։ Օրինակ մենք մեր հաղորդման սկզբում խոսեցինք երկաթուղային շրջափակման մասին, ապա շրջափակման մասին, որ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Այն դեպքում, որ հիմա մենք կարող ենք այսպես մի կարճ վերանորոգումից հետո Ղազախով միանգամից Ադրբեջանից երկաթուղին մտցնենք Հայաստան, այսինքն որ ավելի կարճ կլինի Հայաստանի պարագայում։ Օրինակ Հայաստանը այս պահին պետք է մտածի առաջնային, այսպես արագ Ղազախի երկաթգծի բացումը։ Քան օրինակ Թրիփի բացումը կարող է տևել տարիներ, իսկ Ղազախի բացումը կարող է մի քանի ամսվա ընթացքում այդ բացումը կատարեն, Խնդիրը մենք արդյոք ունենք այդքան քաղաքական կապիտալ, քաղաքական հիմքեր, որ ադրբեջանական կողմի հետ կարողանանք այդ Ղազախի գիծը բացենք։ Ղազախի գիծը Հայաստանի բացումը մեր կարծում առաջին օրակարգը պետք է լինի մեզ համար։ Չբացառելով Մեղրի գծի բացումը։ Այո, չենք բացառում, բայց դա ավելի արագ կարա լինի եւ տնտեսապես Հայաստանի համար ավելի ձեռնտու կարա լինի։ Նույն օրինակ Երևանից Բեռները ավելի կարճ ճանապարհով այսպես կարանք տեղափոխենք Ադրբեջանի տարածքով դեպի Միջին Ասիա եւ Չինաստան, քան օրինակ իջեցնենք Երևանից Բեռները Մեղրից տանենք օրինակ Բաքու եւ այլ ուղղություններով։ Այսինքն մենք պետք է այլ ընտրանքներ ունենանք, բայց այս փուլում կարծում եմ մենք պետք է ամեն ինչ անենք Ղազախի գիծը բացելու համար, որով ցավոք սրտի ադրբեջանական կողմը հետաքրքրված չի այս պահին։ Թեև այն ավելի կարճ է, քան ավելի կարճ է, դեպի Նախիջևան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանին։